Որքան Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան կոալիցիայի օղակը սեղմվում է, այնքան Ալիևի կատարը տաքանում է։ Իսրայելի Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի մամուլը գրեց, թե նա հրեական լոբբիի միջոցով փորձում է սողոսկել Թրամփի վարչակազմ, որ համոզի 907 բանաձևը հանել, որ իրեն զենք տան եւ ինքը կմիանա ԱՄՆ-ին ընդդեմ Իրանի։ Իրանի նախագահի խորհրդականի հետ հանդիպմանն էլ բարեկամական ռևերանսներ էր անում Թեհրանին։ Կեցվածքը հասկանալի է, չեզոքություն ցուցադրեց, հերու դիրքավորվեց Միացյալ Նահանգների Իսրայել դաշնակցությունից լոյալության համար Իրանից Հարավկովկասում գին ակնկալելով։ Իրանը սակայն հաստատակամ է, գրեթե ամենօրյա ռեժիմով է թարմացնում Ալիևի հիշողությունը։ Սյունիքի մարզին առնչվող իրավիճակը փոխկապակցված է Իրանի շահերի հետ։ Սահմանների ցանկացած փոփոխություն Թեհրանի համար անընդունելի է։ Ամենակարևոր պահը այն է, որ ինչի մասին կպայմանավորվեն Ամերիկան եւ Ռուսաստանը, Ամերիկան եւ Թուրքիան, Թուրքիան եւ Ռուսաստանը Հարավային Կովկասի մասով, որովհետեւ եթե Հարավային Կովկասի խաղացողները այս պահին խոսքը գնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին մնան ինքնուրույն, ոչ մի չզսպիչ սահմանապակի իրենք կհարվածեն։ Ռազմաքաղաքական բալանսն է մատնացույց անում մասնագետը, նկատում է Բաքուն ամեն օր է զարկ տալիս ռազմական հռետորաբանությանը, աչքը տնկած Իրանի վրա հարձակմանը։ Ամեն օր մի նոր վերջնագիր, մի նոր բան է դնում սեղանին։ Ալիևն այսօր էլ միջազգային համաժողով է հավաքել Ադրբեջանում ու Արցախում իր վայրագություններն ու էթնիկ զտումն արդարացնելու համար էլի շարել է ստերի շարքը։ Հավաքվածներին մոլորեցնում է հայկական օկուպացիա ձևակերպումն առաջ բերում։ Մենք սեփական ներդրումներով մեծացնում ենք մեր հիդրոէներգետիկ ներուժը, հատկապես հայկական օկուպացիայից ազատագրված Արևելյան Զանգեզուրի եւ Ղարաբաղի շրջաններում։ Արցախի հայաթափումից, հարյուրավոր հայկական հեկերի զավթումից, էթնիկ զտումից միջազգային այս հավաքում Ալիևը չի խոսում, բայց միջազգային մասնագետները կատարվածը քրեական հանցագործություն են որակում առանց վարանման։ Գերմանական Ռոստոկի համալսարանի պրոֆեսորը միանշանակ է էթնիկ զտում որակում։ Անհրաժեշտ է տարբերակել քաղաքական ու իրավական հարցերը։ Քաղաքական առումով կարող եք ասել, որ եղել են էթնիկ զտումներ, բայց դա իրավական տերմինոլոգիայում գործածական ձևակերպում չէ։ Քրեական հանցագործություններ եղել են։ Էթնիկ հայերին տեղահանել են ուժի կիրառմամբ։ Պաշտոնապես ինչ պահանջեցին Հասան Ուզածին, բայց մեկ է, էլի չեն ստորագրում խաղաղության փաստաթուղթը։ Ստերի տոպրակն են ծանրացնում, փնթփնթում։ Հիմա էլ ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն դժգոհում է Հայաստանից ստացած ականապատ դաշտերի քարտեզների ընդամենը 25%-ն է ճիշտ ասում է։ Ականների վրա պայթյունների 55%-ը տեղի է ունեցել այն տարածքներում, որոնք ընդգրկված չեն եղել այդ քարտեզներում, բողոքում է ադրբեջանցին։ Ասում է Հայաստանի տված քարտեզներով շուրջ 400,000 ական կա, բայց Հաջիզադեն պնդում է, թե ականների թիվը հասնում է 1.5 միլիոնի։ Օրը մի բան են մոգոնում, թե էլի ինչ կերկնեն, Աստված գիտի։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։